Սիրում եմ առավոտը Երևանում։ Կեսօրը, երեկոն, անձրևը, աշունը, ձմեռը, գարուն ամենից սիրում եմ, չկա տես բան, որ չսիրեմ Երևանի։ Կա տարբերություն հին Երևանի ու նոր Երևանի։ Բնականաբար իհարկե կա, իմ հիշողության մեջ միշտ այդ հին Երևանն է, իմ մանկությունն է, որոշ բաներ մնացել են, որոշ բաներ ցավոք սրտի կորցրեցին։ Երևանցիներ շատ կան։ Հիմա ես չեմ ուզում առանձնացնել որևիցե մեկին, դա մեծ բանակ է երևանցիների եւ Երևանը սիրող, շատ մեծ, այս հիմա մեկին չեմ կարող ասել, հիմա ուղղակի գլխից մեջ հարյուրավոր մարդիկ են, որոնք իսկապես Երևան են։ Ինչն է Երևանը ամբողջական դարձնում։ Մարդիկ։ Սարտում է եւ իմ սիրտը հարարակի Երևանում սիրում եմ մարդկանց, շատ զբոսնել եմ սիրում և ամենաշատը սիրում եմ առավոտ շուտ ման գալ Երևանում։ Ինչու չեք սիրում Երևանում։ Շատ դժվար հարց եք տալի, տենց բան չկա, որ չսիրեմ։ Ինչն է Երևանը ամբողջական դարձնում։ Իմ ընկերները, իմ հիշողությունները, իմ մանկությունը, մի խոսքով իմ հիշողություններն են շատ ինձ հարազատ կապում ես քաղաքի հետ, որովհետև ես մեծացել եմ կենտրոնում, ավարտել եմ Չարենցի դպրոցը և այդ հիշողությունները, իմ ուսուցիչների դեմքը, իմ դասանի ընկերները, իմ երիտասարդության ընկերները, ուսանողական ընկերները, երաժիշտ ընկերները, բոլոր այդ ամեն ինչը մեկտեղ դառնում է իմ Երևանը։ Երևան թե երաժշտություն։ Առանց երաժշտության չկա Երևան, առանց Երևանի չկա երաժշտություն, որովհետև ինձ համար Երևանը այն գեղեցիկ երաժշտությունն է, որը դեռ չեմ երգել և սպասում եմ այդ գեղեցիկ երգին, որը պետք է գրվի։ Երևանը ինքը մարդ է, ինքը հարազատ մի հատ մարդ է, որը դեմք ունի, բայց ոչ ոք չի տեսել այդ դեմքը։ Գիտենք, որ առանձնապես չեք սիրում հարցազրույցներ տալ, բայց որ խնդրեմ մի քանի երևանյան հարցերի կպատասխանեք, ինչն եք ամենաշատը սիրում Երևանում ու ինչը չեք սիրում։ Այդպես, ինչն եմ սիրում։ Այստեղ քիչ բան կա, որ ես չեմ սիրում, եւ այն ինչ որ չեմ սիրում, հավատացեք, այդ Երևանին հատուկ բաներ չեն։ Այսինքն երևի թե բարքերի մեջ հաստատ, չեմ սիրում ահավոր, երբ որ անհասկանալի ծագման երաժշտությունը մեքենաներից հնչում է այնպես, որ փողոցում ստիպված մարդիկ շրջվում են։ Դա ինձ համար բան է, գավառականությունը անընդունելի։ Թեև երևանցիները այնքան շնորհք ու դաստիարակություն ունեն, որ շուրջ չգան չասեն երկու բառ դժվարությամբ իրենց զսպելով, բայց չարժի երևանցիների համբերությունը չարաշահել, այ դա չեմ սիրում եւ շատ ուրիշ բաներ չեմ սիրում։ Այդ երևի ամենացածուն օրինակներից մեկն էր։ Իսկ սիրում եմ Երևանի ոգին եմ սիրում, Երևանի ամեն ինչն եմ սիրում, հոտերն եմ սիրում, գույներն եմ սիրում, մարդկանց եմ սիրում եւ նույնիսկ նրանց, ովքեր Երևանցի այդպես էլ չեն դարձել ու երևի չեն էլ դառնա, բայց իրենց համարում են երևանցի, թող մի օր գուցե իրենց երեխաները կդառնան երևանցի, որովհետեւ այս քաղաքը նրանցն է, ովքեր Երևանի կրոնը ընդունում են, այսպես ասեմ, այսինքն ովքեր այս քաղաքի համար առաջ ասում էի ինչ որ մի բան անում են, հիմա ասում եմ գոնե ոչ մի վնաս չեն տալիս մեր քաղաքին, այո, իսկապես այդպես, երևի թե այդպես։ Երևանը ինչն է ամբողջական դարձնում։ Երևանը ամբողջական դարձնում է երևի թե
այնուամենայնիվ մեր վերաբերմունքը Երևանի հանդեպ, այսինքն երբ որ ես բարկացած կամ ջղայնացած եմ լինում կամ զգում եմ որ շատ զգայուն եմ այդ օրը, ես աշխատում եմ հավատացեք նույնիսկ քաղաք շատ դուրս չգալ, որովհետև իմ աչքին սկսում են երևալ բաներ, որոնք հարիր չեն մեզ։ Ես թույլ եմ տալիս ինձ դուրս գալ 1000-ից մեկ գնալ այդ սրճարաններն նստել, որտեղ ես բաց սրճարաններում գրեթե չեմ նստում, ես գտնում եմ ես արդեն քանի տարի դրա իրավունքը չունեմ, այդքան անհոգ լինելու իրավունք չունեմ, ես այդպիսի մարդ եմ։ Բայց այդ մեր վերաբերմունքն է Երևանի հանդեպ, նրան ամբողջացնում, որովհետև այս շենքերը, քարերը, պատերը միշտ կան, բայց եթե այստեղ չլինեն երևանցիներ, ինքը կդադարի լինել Երևան, չգիտեմ ինչպես կկոչվի։ Ես վստահաբար գիտեմ, որ այդ օրը չի գալու եւ այդ մտավախությունն էլ չունեմ, որովհետև գիտեմ մի շատ կարևոր բան, այն ինչ որ ֆիզիկապես գոյություն ունի, ինքը միշտ էլ կա եւ ինքը կորած չի։ Նույնիսկ երբ քեզ թվում է որ դու իրեն կորցրել ես, ընդհանրապես պիտի քեզ հավաքես, թափ տաս ու վերադարձնես քոնը քեզ, այնպես որ ոչինչ բան կորած չի, մնաց ձևերը գտնել վերադարձնելու, դա ընդհանրապես եմ ասում, այդով նաեւ Երևանի մասին։ Երևանում սիրում եմ ամեն ինչը, որովհետև պապիկս էլ է երևանցի, հայրիկս էլ է երևանցի եւ ես երաժշտական մասնագիտությունը ստացել եմ իրենցից։ Ինձ համար Երևանը իմ պապիկիս ընտրված քաղաքն է եղել, լինելով հայ, եւ հայրիկս է ուրեմն Երևանում Արամ Խաչատրյանի հետ աշխատել, իր ջութակի կոնցերտը նվագել ավելի քան 30 անգամ։ Իմ մայրիկս է Արամ Խաչատրյանի հետ աշխատել, պապիկս աշխատել է Սպենզիարյանի հետ, ես նվագել եմ 40 տարի ֆիլհարմոնիկում եւ շարունակում եմ նվագել, ինձ համար Երևանը ամեն ինչ է, այսինքն ես եթե նույնիսկ Երևանում կատարվում են բաներ, որը ես չեմ ընդունում եւ չեմ հասկանում, ինձ համար միևնույն է Երևանը անձեռնամխելի է եւ շատ հարազատ։ Երևանյան ձեր ամենասիրելի կերպարը ով է, որը ներկայացնում է Երևանի դեմքը հենց։ Ես մոտավորապես 35 տարի Մալխասի հետ եմ աշխատում, ճիշտ ասած։ Շատ հավատարիմ Երևանի համար մարդ է, ինքը անverջ Երևանին վստահություն է ցուցաբերել եւ երևի բացի վստահությունից դա ուղղակի սեր է Երևանի հանդեպ եւ նույնը Երևանը իր հանդեպ։ Չեմ կարող փիլիսոփայել այդ ամեն ինչի շուրջը, բայց Երևանը ինձ համար Մալխասի հետ շատ մեծ կապ ունի։